Ֆիզկուլտուրայի դասերը հիմա ամենասպասվածն են, բարձր դասարանցիներն են, թե փոքրերը դահլիճը ակտիվ ռիթմի մեջ է։ Փոքր Բեդու նորակառույց դպրոցն արդեն 1 տարուց ավելի է գործում է ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխան պայմաններում։ Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող հին դպրոցի փոխարեն հիմա բոլորովին այլ կառույց է։ Դասերից հետո գնում են տուն, գալիս են մինչև 6-7 ժամը երեխաները խաղում են դպրոցի բակում, դպրոցի ֆուտբոլի դաշտում, բասկետբոլի դաշտում, չենք էլ թողնում, որպեսզի շատ երկար մնան, որպեսզի նաև իրենց դասերը հասցնեն։ Սամվել Աղամալյանը Փոքր Բեդու դպրոցն է ավարտել։ Հիշում է, վերջին 10 տարին դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճն ընդհանրապես չի գործել։ Այն, որ տարիներ անց այսպես կձևափոխվի, չի էլ պատկերացրել։ Վերադառնալ հարազատ դպրոց, հետնել դասավանդել այսպիսի պայմաններում իհարկե հաճելի է։ Այս ժամանակ դասը անհետաքրքիր էր անցնում, ավելի դժվար էր մեր համար դասը կազմակերպելը, բայց հիմա, քանի որ գույքը կա, կարողանում ենք բոլոր թեմաները օգտագործել։ Այս ստորին մասը, որ իրար միացված են, հենց դրա պատճառով բոլորը Այսինքն համասեռ հեղուկի դեպքում են հավասար։ Իսկ եթե տարբեր հեղուկներ ենք լցնում նույն մակարդակի վրա է լինում, իհարկե ոչ։ Հիմա ֆիզիկայի ոչ մի թեմա առանց գործնական աշխատանքի չի անցնում։ Ջանիկը որոշել է փաստաբան դառնալ, բայց դա չի խանգարում, որ ակտիվ մասնակցի բոլոր փորձերին, գրքում կարդացածը տեղում կիրառի։ Օրինակ անցնում ենք էլեկտրականություն թեման, էլեկտրացույցեր ունենք եւ ցույց ենք տալիս օրինակ էլեկտրացույցով էլեկտրականացած է թե ոչ։ Որ հին դպրոցում կարողանային այս կամ այն թեման հնարավորինս մատչելի բացատրել, ինչ հնարքի ասես, որ չեն դիմել։ Նույնիսկ հարևան գյուղերի դպրոցներից լաբորատոր հին գույքն են բերել։ Իսկ այսօրվա հնարավորությունները նպաստում են ոչ միայն տվյալ դասաժամն արդյունավետ անցկացնելուն, այլև դրական ազդում ընդհանուր առաջադիմության վրա։ Բնական է, որ մեկ անգամ տեսածը երեխաների մոտ շատ ավելի լավ տպավորվում է, քան մի քանի անգամ ասեն կամ կարդան մի քանի անգամ։ Եվ ուսուցչին է ավելի հեշտ բացատրել դասը, հասանելի դարձնել եւ երեխաներին շատ հետաքրքիր է, շատ սիրում են լաբորատորիաներում իրենք աշխատել։ Որակը ուսման բարձրացել է եւ գիտեք ինչն է նկատելի, որ մեր երեխաները չեն շտապում տուն գնալ, չեն ուզում տուն գնալ։ Մինչեւ ուշ երեկո այստեղ են, անգամ շաբաթ կիրակի օրն էլ դպրոցում շատ երեխաներ են լինում։ Մոտ 450 աշակերտ է սովորում Փոքր Բեդու միջնակարգ դպրոցում։ Փոքրերը սկսել են հետաքրքրվել լաբորատորիաներով, մեծերը ակտիվ կիրառել հնարավորությունները։ Գիտության ոլորտը կընտրեն թե սպորտի, գործնական դասերին ակտիվ են։ Մոմերը հալեցնում ենք եւ ամրացնում ամրակալանի վրա, քանի որ ուզում ենք կատարել ջերմահաղորդման փորձեր։ Նոր դպրոցը նոր գիտելիքներով զինելու նոր հնարավորություններ է տալիս։ Գործնական հմտություններն օգնում են նաև նախագծային աշխատանքների արդյունավետ իրականացմանը։ Իդեպ նորակառույց դպրոցի կանաչ տարածքի պատասխանատուները եւս աշակերտներն են։ Հույս ունեն, որ որոշ ժամանակ անց Բաքում խիտ կանաչով պատված այգի կլինի։